Մենք այստեղ ենք ընդգծելու, որ յուրաքանչյուր հայ, ում շատ բնորոշ է արժանապատվությունը, անձնական արժանապատվությունից զատ պետք է իր մեջ բարձր պահի ազգային արժանապատվություն։ Ելույթի համար սիրով խոսքը փոխանցում եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք այսօր հավաքվելու այստեղ Հայոց ազգային արժանապատվության ասպետների հուշարձանի մոտ միասին ոգեկոչելու Նեմեսիս գործողության հերոսների վառ հիշատակ։ Մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ են եղել և դրանք եղել են նաև մեր ազգի պատմության մեր կյանքի մեջ։ Սակայն հայոց ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած չէր։ Այն անկման եզրին գտնվող Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված հսկայական մասշտաբներով հրեշավոր դաժանությամբ և նենգ միջոցներով իրականացված զանգվածային ոճրագործություն էր։ Իսպառ բնաջնջելու հայ ժողովրդին իր պատմական հայրենիքից և տեղ ազատելու ճակերտներով նրա տեղում ազգայնամոլական թուրքական պետության առաջացման համար։ Այս ոճրագործությունը ուներ իր մտահղացողները, իր կազմակերպիչները, իր իրականացնողները և դրանք բոլորը իրական անձիկ էին։ Նրանք արժանի խստագույն պատժի և նույնիսկ Օսմանյան կայսրության ռազմական դատարանը 1918-19 թվականներին նրանցից 19-ի վերաբերյալ մահապատժի դատավճիռ է կայացրել Օսմանյան դատարանը, սակայն ոճրագործների մեծ մասը արդարադատությունից խույս տվեցին և բարեհաջող կարողացան հեռանալ այլ երկրներ։ Այս պայմաններում է, որ հղացել է Նեմեսիս գործողությունը և ոչ թե լոկ որպես վրիժառություն, այլ մարդկության պատմության մեջ մեծագույն ոճիրներից մեկի մեղավորների նկատմամբ սպասված արդարադատության իրականացում։ Երիտուրքական կառավարության եռապետները, Թալյաթը, Էնվարը, Ջեմալը, նրանց երիտուրք հանցակիցները իրականում արդեն դատապարտված հանցագործներ էին, մահապատժի դատապարտված, որոնց նկատմամբ հայ մարտիկները ի կատարածեցին մարդկային և երկնային պատիժը։ Իրենց այս սխրանքով նրանք վերականգնեցին մեր բոլորիս արժանապատվությունը, մեր հավատը արդարության նկատմամբ, մեր իրավունքների համար պայքարելու կամքը և վճռականությունը։ Այսօր էլ Նեմեսիս գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդը ավելի քան արդիական է, քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքների, մեր արժանապատվության վերականգնման։ Այսօր, երբ մեր ազգի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում և արդեն Հայաստանում, Նեմեսիսի հերոսների վառ հիշատակը մեզ պետք է տա ուժ, կորով, վճռականություն համախմբվելու մեր ազգային ինքնիզրդերի շուրջը և աննահանջ շարունակելու պայքարը մեր հիմնարար իրավունքների իրացման համար։ Այսօր էլ Նեմեսիսը շարունակվում է, սակայն այսօր մենք ոչ միայն պետք է պատժենք նորօրյա հանցագործներին, այլև հետևողական պայքարենք ողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա ազատ և արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում, նրա զարգացումը, հզորացումը ու բարգավաճումը։ Ուստի կեցցեն Նեմեսիսի հերոսները, կեցցե հայ ժողովուրդը, կեցցե մեր սրբազան հայրենիքը և կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են այդ հայրենիքում։ Խոսքը տրամադրում եմ ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանին։ Մենք ուզում ենք քննարկենք ու հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ Նեմեսիսը և ինչու կար դրա կարիքը։ Նայեք, խնդիրը նրանում է, որ կազմակերպիչներից մեկի մասին եմ ուզում խոսել, մի փոքր Շահան Նաթալի, որը Հակոբ Տեր-Հակոբյան էր, ավելի մեծ հայտնի Շահան Նաթալի,
ու Շահան Նաթալին ոչ միայն կազմակերպիչ էր փայլում, որը կազմակերպեց Նեմեսիսը, կազմակերպեց այն բոլոր գործողությունները, որի արդյունքով հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործները վերացվեցին վերջ-վերջում, ինքը նաև շատ փայլուն հրապարակախոս եւ գրող էր։ Եվ նրա ամենալավագույն աշխատանքներից մեկը, որը կոչվում է Թուրքերը եւ մենք, կարիք ունի պարբերաբար հրատարակման առավել ևս այսօր, որովհետեւ մենք իսկապես խորքային առումով պետք է հասկանանք վերջի վերջը որն է պատճառը, ինչու հնարավոր եղավ դա 100 տարի հետո եւ ինչու այսօր հատկապես մենք դրանից ոչ մի դասեր չենք քաղել։ Ինչու հատկապես այսօր մենք կարիք ունենք նորից խոսելու Նեմեսիսի մասին, նորից խոսելու արդարադատության մասին։ Այսինքն որոնք են այն սխալները, որը հանգեցնում է պարտության, ապա մենք դաս չքաղելով գնում ենք նոր պարտության։ Եկեք փաստենք, որ մենք ցավոք սրտի վերջին մի 5-6 տարիների ընթացքում պարտությունների շեմին ենք կանգնած։ Հասկանալի է, որ սա նաև այսօրվա քաղաքական ռեժիմի գործողությունների արդյունքն է, նրա թուլամորթության, դասեր չքաղելու եւ հակառակը չցանկանալու գնալու հենց այս արդարադատության հետևից սրա արդյունքը։ Եվ սա հասկանալով մենք առավել ևս կարիք ունենք Շահան Նաթալիի ստեղծագործության, Թուրքերը եւ մենք վերահրատարակման եւ հասկանալու, թե ինչպես այս պարտությունների հնարավոր եղավ։ Ինչու են մարդիկ մեզ անդադ համոզում, թե իբր թե մենք կարող ենք գալ ինչ-որ համաձայնության, բայց արդյունքում ամեն անգամ եւ մեզ համոզում են, որ հերթական համաձայնության, հերթական անգամ նոր թուրք հասկանալու մտայնության մասին խոսել մենք հանգում ենք նմանատիպ ոճերի։ Շատ հայտնի է բրիտանացի պատմաբան, գիտնական հայագետ Դեվիդ Լենգը, ով մի իսկական աշխատանք ունի հայության մասին գրած եւ հետաքրքիր համատություն է անում։ Ասում է այն մարդիկ, ովքեր կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը, դրանք սովորական թուրքեր չէին, դրանք եվրոպական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացած թուրքեր էին, Օքսֆորդ եւ իր բառը ասած Սորբոն ավարտած թուրքեր էին, եւ հենց նրանք էին դրա կազմակերպիչները։ Այսինքն Դեվիդ Լենգը նկատի ունի մի հավատացեք, որ երբևէ ինչ-որ կհայտնվի ինչ-որ մի կրթված թուրք կամ ինչ-որ նոր թուրք, նոր մոտեցումով, որը կարող է ինչ-որ մեկ այլ բան առաջարկել հայությանը։ Ըստ Դեվիդ Լենգի եւ Շահան Նաթալի թուրքը երբեք չի փոխվի եւ ինչքան նա կրթվի զարգանա, նա կդառնա ինչպես ժամանակին Ռուբեն Սևակն էր ասում, ավազակից կդառնա կրթված հանցագործ։ Այս խնդիրն է, որին մենք բախվում ենք եւ այս օրվա մեր հավաքի նպատակը նաեւ այս խնդիրը վեր բարձրացնելն է, հասկանալն է, որ քանի չկա արդարադատություն, քանի չկա արդար պատասխան եւ քանի հայոց ցեղասպանությունը իր արդարությանը չի հասել, հայության նկատմամբ հերթական ցեղասպանությունները դա ընդհանրապես ժամանակի հարց է։ Ինչ որ տեղ ունեցավ Արցախում բառացիորեն 2 տարի առաջ, ոչ ոք չկարծի, թե դրանով ինչ-որ բան ավարտվում է։ Ընդհակառակը ցեղասպանության վտանգը հայության առաջ, հայության համար ել ավելի մեծացել հենց այսօր։ Եվ չկան ոչ մի միջազգային գառանտիաներ, միջազգային երաշխիքներ, որ այն չի կրկնվի։ Ընդհակառակը, երբ մենք նայում ենք մեր շուրջ եւ տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, այսպես կոչված լուսավորյալ 21-րդ դարում, ապա մենք տեսնում ենք, որ վիճակը էլ ավելի վատացել։ Ցեղասպանությունները պարբերաբար կրկնվում են, ցեղասպանությունները տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում եւ այն տեղի ունենում մարդկության աչքի առաջ եւ առանց որևէ պատասխանի։ Այսինքն այսպես կոչված լուսավորյալ կամ առաջադեմ մարդկությունը ցանկանում է չտեսնել այն, ինչ տեղի ունենում Ուկրաինայում, Սիրիայում, Գազայի հատվածում եւ այլ տեղեր։ Սա է բառացիորեն, սա է փաստացիային իրավիճակը, որի մեջ մենք գտնվում ենք։ Եվ Նեմեսիսի այս հուշակոթողը հիշեցում է այս ամենին։ Մի մոռացեք։ Հիշեք, թե դուք ինչ շրջապատում եք ապրում։ Զինվեք եւ եղեք պատրաստ միշտ պաշտպանելու ձեզ։ Այսքան շնորհակալություն։ Ես սիրով խոսքը տրամադրում եմ հանրային գործիչ, վրիժարու, ազգային արժանապատվության ասպետ Արտաշես Գևորգյանի թոռ եւ այս հուշարձանի նախաձեռնողներից Արմեն Գևորգյանին։ Երեք լրացավ երկրորդ տարին, ինչ բացվել է այս աղբյուր հուշակոթողը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորմանը, որոնց մի մասը իմ ընկերներն են, որոնք այս 2 տարիների ընթացքում անընդհատ այցելում են այս հուշակոթողին, իրենց տուրքն են տալի հարգանքի արժանապատվությանը։
այս հրապարակը բրիժառուների հրապարակ չէ, այս հրապարակը արժանապատվության, արդարադատության, աճյան խուսափելիության հրապարակն է, որովհետև ցեղասպանությունը ոչ միայն այս ժողովրդի նկատմամբ է իրականացվել, դա համամարտկային հանցագործություն է եւ ոչռագործություն։ Ես լինելով Արտաշես Գևորգյանի թոռը, որը 22 թվականին Թիֆլիսում վնասազերծեց հայ ժողովրդի գլխավոր դահիճներից մեկի Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ Փաշային։ Մենք երզրումցի ենք, մենք խոտուջուրցի ենք, եւ այսօր բնակվում ենք Հայաստանում, բայց մեր սիրտն ու հոգին այնտեղ է։ Երբ որ 15 թվականին խոտուջուրցիները տեղահանվեցին, սպանվեցին իրենց հայրենի բնորանում, երզրումցիները իրենց պատերի վրա, տան պատերի վրա երկու բան էին, մեսիջ էին թողել մեզ, երևի դանակով, պատարակաղով պատերին գրել էին, ուր ես Աստված և ամոթ ձեզ, որ մեր վրեժը չլուծեք։ Հիմա ինչպես տեսնում եք, այս հուշակոթողը մարմնավորում է խաչը, Աստված մեզ հետ, և արժանապատվությունը, ահա այս մարդկանց ազգանունները, որ գրված է, ինչ-որ չափով փորձեցին հայ ժողովրդի վրայից մաքրել զոհի պիտակը։ Ինձ համար շատ դժվար է խոսքեր ասել մեր ընտանիքի պատմությունից, որովհետև մենք գերեզման չունենք, Արտաշես Գևորգյանը գերեզման չունի։ Դժբախտաբար իրեն ձերբակալել են Հայաստանում, Երևանում, 8 ամիս տանջել են բանտերում, հիմնականում մենախուցում է եղել և 37 թվականի օգոստոսի 14-ի 15-ի գիշերը դժբախտաբար Երևանում մեզանից ոչ հեռու գնդակահարել են և նույնիսկ մենք չգիտենք ինչ պայմաններում են մեր պապիկին թաղել։ Եվ այսօր, երբ որ ես այստեղ գալիս եմ, ինչ որտեղ նաև գալիս եմ իմ պապիկի գերեզմանը և այստեղ հնարավորություն ունեմ մեր ընտանիքը ծաղիկներ դնելու։ Ես ցանկանում եմ, որ այլևս նման ոչռագործություններ չլինեն և մեր պապերը նման քայլի չդիմեն։ Իրենք մարդ չեն սպանել, իրենք արդարադատություն են իրականացրել և թող բոլորը իմանան, որ ով հայ ժողովրդի ձեռքը բարձրացնի, արժանանելու է այս մարդկանց զարկին։ Շնորհակալություն եմ հայտնում, լավ եղեք, ինչպես ասեց Չալաբյանը, կեցե Հայաստանը։